Վարձես օրվա լրահոսի կարևոր նորությունները ներկայացնում հորիզոնը 25 սեպտեմբերի 5 շաբթի։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Մոսկվայի Վնուկով օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, նշում է պաշտոնական հաղորդագրությունում։ Ըստ ՌԻԱ Նովոստի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Արտաքին գործերի նախարար Արփ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Միրզոյանը եւ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաեւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը, ասված է հաղորդագրությունում։ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Նա հարցաքննվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպանության վայրում ավարտվել է նաև քննչական գործողությունները, իրավապանները դեռ չեն հայտնաբերել ենթադրյալ մարդասպանին։ Հիշեցնենք, նախորդի գիշերը Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում իր կիսակառույց տան դիմաց սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը եւ նրա ընկերը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Սպանությունը տեղի ունեցել դիմակավորված անձի արձակած կրակոցներից։ Հաջորդ տարի համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 633 միլիարդ դրամ, տնտեսական աճը 5.4%, համախառն ներքին արդյունքի դեֆիլյատորը 3%, իսկ պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով 2026 թվականին պետական բյուջեի նախագիծը։ Այն հաստատվել է եւ 5 օրից ծավալուն քննարկում կկազմակերպի ազգային ժողովում։ Առաջին անգամն է, որ այս նախագիծը ներկայացվում է եռամյա հեռանկարով։ Հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների կապահովի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, 26 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող, աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ 26 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։
Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետ վճարի տրամադրումը, որի գծով 26 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 25 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7,6 միլիարդ դրամով։ Ակադեմիական քաղաքծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4,9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անընդունել է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան Պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնի, Պաղեստին պետություն չի ստեղծվի, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն, Ֆրանսիան հայտարարել են Պաղեստինը ճանաչելու մասին։ Իսկ սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի մեղավոր է ճանաչել 2007 թվականի այսպես կոչված լիբիական գործով և դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Դա կապված է Լիբիայի ժամանակվա առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմից իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ։ Միևնույն ժամանակ Սարկոզիին արդարացրել են կոռուպցիայի մեղադրանքով։ Դատարանը նաև որոշել է, որ նախկին նախագահի 2007 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորում չի եղել։ Դատավորը նշել է, թե Սարկոզին մեղավոր է ճանաչվել մասնավորապես նրա համար, որ թույլ է տվել, որ իր մերձավոր աշխատակիցները գործեն իր անունից Լիբիայից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով և քննարկել է դիվանագիտական պատասխան միջոցների հարցը։ Այս հետաքննությունը տևել է ավելի քան 10 տարի։ Միջազգային կարևոր իրադարձություններից մի քանիսը ներկայացնենք տեսաշարով։ Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռյուբիոն, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կողմերը վերահաստատել են խաղաղ լուծումներ գտնելու փոխադարձ շահագրգռվածությունը և պայմանավորվել են կառուցողական երկխոսություն պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպման մասին։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների դեմ լարվածության սրումը, Լեհաստանում, Ռումինիայում, Դանիայում անօդաչու թռչող սարքերի և Էստոնիայում կործանիչների դիտարկումները։ Մենք պետք է արագ արձագանքենք և գործենք։ Մենք նաև կենտրոնացանք սառեցված ռուսական ակտիվների Ուկրաինայի օգտին օգտագործման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման վրա, գրել է նա Տելեգրամում։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի քաղաքականության պատճառով Մոլդովան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից և դառնալ Եվրամիության գաղութ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի ընդդիմադիր Պոբեդա դաշինքի անդամ Մարինա Տաուբերը։ Մոլդովացիների վերաբերմունքը եվրոպական ինտեգրման նկատմամբ չափազանց ոչ միանշանակ է։ Անցած տարվա հոկտեմբերին կայացած հանրաքվեում կառավարությունը կարողացավ ապահովել Եվրամիությանն անդամակցելու օգտին նվազագույն մեծամասնություն։ Մինչդեռ ըստ ՌԻԱ Նովոստիի երկրի ներսում ընտրողների միայն մոտ 46%-ն է աջակցել եվրոպական ինտեգրմանը։ Գործակալությունը պնդում է, որ այդ մեծամասնությունն ապահովել է մոլդովական սփյուռքը, որի համար իշխանությունները բացել են ավելի քան 200 ընտրատեղամաս Եվրամիության երկրներում և միայն 2-ը Ռուսաստանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այն ժամանակ նշել էր, որ հանրաքվեն և ընտրությունները ցույց են տվել մոլդովական հասարակության մեջ խորը պառակտում և հույս էր հայտնել, որ հանրապետության ղեկավարությունը չի խորացնի այն։ Թեհրանն ու Վաշինգտոնը ազդարարել են միջուկային ոլորտում լարվածության հնարավոր մեղմացման մասին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իրանը պնդել է, որ միջուկային զենք ստեղծելու հավակնություններ չունի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները։ Հիշեցնենք, որ Իրանի և Իսրայելի միջև հունիսյան 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 5 փուլ անցկացրին, բայց բախվեցին լուրջ խոչընդոտների, ինչպիսիք են Իրանի տարածքում ուրանի հարստացումը։ Իսկ Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարան Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սիրիայի պետական Սանա լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկար, որում Ալ-Շարան առաջին տիկին Մելանիա Թրամփի ներկայությամբ սեղմում է Թրամփի ձեռքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Սա երկու առաջնորդների երկրորդ հանդիպումն էր Սաուդյան Արաբիայում մայիսին կայացած նրանց հանդիպումից հետո։
Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Մեկ ու կես տարի փակ մնալուց հետո Գյումրիի կինոթատրոն Հոկտեմբերը վերաբացվել է։ Անցած տարվա մարտ ամսից կինոթատրոնը դադարեցրեց գործունեությունը վերանորոգման, արդիականացման աշխատանքներ կատարելու պայմանով։ Այն ձեռնարկելու էր նոր սեփականատերը, բայց մեծ ծավալի աշխատանքները այդպես էլ չեն տարվել։ Հիմա այն շենքի մի մասը վարձակալության է տրվել մասնավոր ընկերության ֆիլմեր ցուցադրելու համար։ 3 տարի առաջ օտարված պատմամշակութային շենքում նոր պայմաններ ու հարմարություններ ստեղծելու նախագիծ էր ներկայացրել սեփականատերը, որը Գյումրիի քաղաքապետարանը մերժել էր։ Կինոթատրոնի մեծ էկրանին նորից ֆիլմեր են ցուցադրվում։ 2024 թվականի մարտից այստեղ դռները փակ էին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ կադաստրային արժեքից էժան գնով օտարված պատմամշակութային շինության վերավաճառք է եղել, իսկ նոր սեփականատերը նախագծով էր եկել, ըստ որի ամբողջությամբ վերանորոգելու էր շենքը, մեկ դահլիճի փոխարեն կինոթատրոնը երկուսներ ունենալու, արդիականացման աշխատանքներ էր տանելու։ Նախագծային շատ առաջարկներ թեև քաղաքապետարանը մերժել էր, բայց ներքին վերանորոգման ծավալուն աշխատանքները 1.5 տարում չեն կատարվել։ Պարզվեց, որ նախագիծը մինչև հիմա լրամշակվում է։ Մինչև հիմա արվում է։ Լրամշակումը դեռևս չի ներկայացվել մեր լրամշակված տարբերակ։ Որևէ թույլտվություն չկա, որևէ ժամկետների մասին խոսք չկա, ուղղակի դատարեցված է եւ այդպես սառեցված վիճակում մնացել է։ Կինոթատրոնի արդիականացման նախագիծը լրամշակվում է սեփականատիրոջ պատվերով, իսկ թե ով է շենքի տերն ու նախագծի պատվիրատուն, գլխավոր ճարտարապետը պատասխան չուներ այս հարցին։ Կինո Հոկտեմբերի տնօրենը եւս անպատասխան թողեց հարցադրումները, հեռախոսազանգերն էլ անարձագանք։ Շենքի ներսում միայն կոսմետիկ նորոգումներ են եղել, դա էլ մասնավոր ընկերությունն է կատարել, որպիսի վարձակալած դահլիճում կարողանա ֆիլմեր ցուցադրել։ Ֆիլմերի վարձակալությամբ զբաղվող Urban Film ընկերությունը նաև ապահովել է ֆիլմերի ցուցադրության տեխնիկական մասը։ Տեխնիկական միջոցներն են բարելավել, պերիֆերիկ սարքը, ինքը պրոյեկտորը փոխել են, արդեն մինչև 4 կա թույլատվությամբ ցուցադրություններ կարող ենք անել, հնչյունային տեխնիկան ենք ավելացրել, նույնացը վերանորոգել ենք ու ավելացրել ենք, այսինքն հիմա ավելի լավ կարող է գտնել Dolby Digital Mox էֆեկտը, որն է հատուկ կինոթատրոնների համար է, կենտրոնացված կայանի ֆիլմով է գործում, ոնց որ մոդել կինոթատրոններով մի կետից ղեկավարում համ կինոթատրոնը, համ կինոբարը։ Բոլոր պայմանավորվածությունները ընկերությունը ձեռք է բերել կինոթատրոնի տնօրինության հետ։ Վարձակալության թույլտվությունը վերաբերել է շենքի մի մասին։ Մեր համաձայնությունը կայանում է նրանով, որ մենք բացարձակապես գործ ունենք կինոցուցադրման, կինոդահլիճի մասով։ Մյուս հատվածների հետ կապված մենք ինֆորմացիայի մյուս գործողությունների հետ կապված չենք տիրապետում։ Կինոթատրոնի դահլիճը վարձակալելու եւ ֆիլմեր ցուցադրելու պայմանագրային պարտավորությունները նաեւ ժամկետներին են վերաբերում, իսկ պատմամշակութային կառույցի վերանորոգման եւ արդիականացման ծրագիրը մնում է ուժի մեջ։ Սեփականատիրոջից քաղաքապետարանը սպասում է փոփոխված նախագծին։ Գլխավոր ճարտարապետն առանձնացնում է նախագծային այն առաջարկը, որը մերժելի է եղել քաղաքաշինական խորհրդի համար։ Հիմնականում փոփոխությունները կապված էր կինոդահլիճի փոփոխության հետ, որ ուզում էին երկու մասի բաժանել, որը հնարավոր բաներ, բայց ավելի վիճելի էր վերան երրորդ հարկի կամ նետնահանջ, այսպես ասած տերասայի հարցը, որը որոշ ճարտարապետներ արտարացնում էին, բայց քաղաքապետարանի կողմից դա միանշանակ չընդունվեց։ 1920-ականների կառույց կինո Հոկտեմբերը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պահպանվող հուշարձանների ցանկում է։ Նախագծային փոփոխություններին հետևում է գիտամեթոդական հանձնաժողովը, բացի դրանից առանց քաղաքապետարանի շինթույլտվության շենքում ոչինչ անել սեփականատերը չի կարող։ Վերանորոգման ցանկացած նախագիծ ընդունելի կհամարեն, եթե այն չի փոխի 100 տարվա կառույցի ճարտարապետական տեսքը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմի համար այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։